Դուք ինչու պետք է խոնարհեցնեք ձեր անձը։ Ձեր անձը կամ շունչը ձեր ամբարտավան կողմն է, այն ինքնահավան է, եսակենտրոն։ Ձեր անձը կամ շունչը 3 հիմնական գործառույթ ունի՝ կամքը, միտքը եւ զգացմունքները։ Այն իրեն արտահայտում է 3 արտահայտություններով՝ ես ուզում եմ, ես մտածում եմ, ես զգում եմ։ Եվ Աստված ասում է, այնինչ ուզում ես կարևոր չէ, ինչ մտածում ես կարևոր չէ, եւ ինչ զգում ես նույնպես կարևոր չէ, կարևորն իմ կամքն է։ Եվ եթե դու պատրաստվում ես համապատասխանեցնել քեզ իմ կամքին, պետք է լուծես անձիդ հարցը։ Իսկ անձի հարցը լուծելու ճանապարհներից մեկը ծոմով անձը խոնարհեցնելն է։ Հիշում եմ, ինչպես տարիներ առաջ քարոզում էի այս թեման Վաշինգտոն քաղաքում, որտեղ մի քրիստոնյա իրավաբան ընդունելով պատգամը ասացին. ես կանեմ դա, հենց վաղը ծոմ կպահեմ։ Եվ նա անում է դա, եւ ծանր օր ունենում։ Ամեն անգամ որևէ ռեստորանի կողքով անցնելիս, երբ զգում է կերակուրի հոտը կամ որևէ հրուշակեղենի խանութի կողքով անցնելիս, կանգ է առնում եւ ցուցափեղկին նայում, նա բավականին տանջալի օր է ունենում։ Այսպիսով օրվա վերջում նա իր Ստամոքսին հետևյալ դասախոսությունն է կարդում. Ստամոքս, դու այսօր շատ խնդիրներ առաջացրիր ինձ համար։ Դու անօգուտ անհարմարություն պատճառեցիր ինձ, այնպես որ ես պատրաստվում եմ պատժել քեզ, վաղը նույնպես ծոմ եմ պահելու։ Տեսնում եք, հենց սա է անձը խոնարհեցնելը, հնազանդության մեջ բերելը։ Թույլ տվեք այսպես ասել. Ստամոքսը հրաշալի ծառա է, սակայն այն սարսափելի Տեր է։ Ով է Տերը քո կյանքում։ Դու, թե քո Ստամոքսը։